մենք ապրում ենք գեղեցիկ աշխարհում։ Հապա նայիր, թե ինչ հրաշալի է քո շուրջ բոլորը։ Ինչպես ստեղծվեց այդ ամենը։ Եկ գնանք սկիզբ եւ տեսնենք, թե ինչ է պատմում Աստվածաշունչն աշխարհի ստեղծման մասին։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ամենուրեք խավար էր, եւ Աստված շրջում էր ջրերի վրա։ Թող լույս լինի, ասաց Աստված։ Նա լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը գիշեր։ Այդպես ավարտվեց առաջին օրը։ Հետո Աստված ջրերի մեջտեղը մի տարածություն ստեղծեց, եւ վերևի ջրերը բաժանեց ներքևի ջրերից։ Նա այդ տարածությունն անվանեց երկինք։ Այդպես ավարտվեց երկրորդ օրը։ Աստված երկնքի տակի ջրերը մեկտեղ հավաքեց եւ երևաց ցամաքը։ Նա ցամաքը կոչեց երկիր, իսկ ջրերը ծով։ Հետո ստեղծեց բույսերը, խոտը, ծաղիկները, ծառերը։ Այդպես ավարտվեց երրորդ օրը։ Այնուհետև Աստված լուսատուներ ստեղծեց երկնքում, ցերեկվա համար արևը, իսկ գիշերվա համար լուսինը եւ բոլոր աստղերը։ Այդպես ավարտվեց չորրորդ օրը։ Աստված ստեղծեց ձկներին ջրում լողալու համար եւ թռչուններին օդում թռչելու համար։ Ձագուկներ ունեցեք, ասաց Աստված, լցրեք երկիրն ուրախությամբ եւ երգով։ Այդպես ավարտվեց հինգերորդ օրը։ Իսկ հետո Աստված ստեղծեց ընտանի կենդանիներին, վայրի գազաններին եւ սողուններին։ Եվս մի բան արարեմ, ասաց Աստված, ամենակարևորը։ Եվ Աստված իր պատկերով ստեղծեց տղամարդուն ու կնոջը։ Երեխաներ ունեցեք, ասաց նա, լցրեք երկիրը եւ տիրեք նրան, հոգ տարեք ձկների, թռչունների եւ կենդանիների մասին։ Այդպես ավարտվեց վեցերորդ օրը։ Աստված նայեց այն ամենին, ինչ ստեղծել էր։ Շատ բարի է, ասաց նա։ Աստված 7-րդ օրը հանգստացավ եւ օրհնեց այդ օրը։ Այդպես ավարտվեց 7-րդ օրը։